Գնդերեց Արթուր Գևորգյանը Facebook-յան իր էջում պարզաբանում է տարածել, անդրադառնալով վերջին օրերին հանրային դաշտում շրջանառվող լուրերին եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման մանրամասները։ Ըստ հոգեվորականի, ինքը եւ եւս 16 գնդերեցներ մասնակցել են զինված ուժերի խորհրդակցությունների դահլիճում կայացած հանդիպմանը, որի ներկա են եղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը եւ Բարոյա հոգեբանական ծառայության պետը։ Արթուր Գևորգյանի պնդմամբ հանդիպման ընթացքում իրեն ուղղվել է հստակ հարց, ինչպիսի վերաբերմունք ունեն այսպես կոչված բարենորոգման շարժման նկատմամբ։ Արթուր Գևորգյանի պնդմամբ հանդիպման ընթացքում իրենց ուղղվել է հստակ հարց, ինչպիսի վերաբերմունք ունեն այսպես կոչված բարենորոգում շարժման նկատմամբ, եւ միանում են դրան, թե ոչ։ Հոգեվորականը նշել է, որ խոսակցության համատեքստում հիշատակվել է նաեւ գնդերեցների աշխատավարձի նվազ լինելու փաստը, ինչը հոգեվորականը որակել է որպես իրենց գնելու փորձ։ Բացի այդ, գնդերեցը հայտնել է, որ Շիրակի կայազորի պետ գեներալ Բուդաղյանը շուրջ 2 ժամ փորձել է համոզել իրեն միանալ հիշյալ շարժմանը, սակայն ստացել է հստակ մերժում։ Բարոնայք չինովնիկներ, իմ եւ իմ գնդերեց հոգեվոր եղբայրների անունից հայտարարում եմ, մենք չենք ծառայելու որևէ աշխարհիկ շահի, որևէ քաղաքական շարժման կամ ճնշման։ Մենք ծառայում ենք միայն Աստծուն եւ մեր Սուրբ եկեղեցուն, գրել է Արթուր Գևորգյանը, հավելելով, որ իրենք հավատարիմ են մնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոսին։